Բարև ձեզ։ Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, մենք տեսնում ենք արտաքին քաղաքականության ոլորտում բավականին մեր հարևանները անհանգիստ վիճակում են ու պատերազմական վիճակ է։ Ես ուզում եմ մի փոքր անդրադարձ ունենանք, ինչ է տեղի ունենում եւ ինչ սպասել, երբ հարևան երկիրը անհանգիստ է։ Տեսեք, իսկապես տարածաշրջանը անհանգիստ է եւ պայթունավտանգ իրավիճակ է։ Ամեն վարքյան կարող է այդ վտանգը ներթափանցի նաեւ մեր պետության սահմաններից ներս։ Մենք դրան պիտի պատրաստ լինենք, ես չգիտեմ որքանով է պետությունը դրան պատրաստ, բայց ամեն դեպքում պետք է այդ ուղղությամբ լրջագույն աշխատանքներ տարվեն եւ շատ կարեւոր է, որ ներհասարակական համերաշխությունը բարձր մակարդակի վրա լինի եւ պետության ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի երկրում համերաշխության մթնոլորտ լինի, որովհետեւ եթե սահմանիդ կողքերը վտանգա պատերազմը ամեն վարքյան կարող է դա տեղափոխվի մեր տարածքի եւ մենք դրա համար պետք է լինենք միասնական եւ համերաշխության մթնոլորտ լինի, որպեսզի կարողանանք դիմակայենք դրան։ Ցավոք սրտի այս պայդրությամբ ընդհակառակը իշխող ուժը ամեն ինչ անում, որպեսզի երկրում անհամերաշխության մթնոլորտ լինի։ Տեսեք, հետաքրքիր մի ձևակերպում է։ Դուք միջ նշում եք, որ խաղաղություն ներսում պիտի լինի ու միասնություն, նա նշում է խաղաղություն կամ պատերազմ, կուսակցությունները նորից տարանջատելով, եթե ընտրում ենք իրեն, ուրեմն խաղաղություն է, եթե դիմադիրներին, ապա պատերազմ։ Այս խոսույթը կարծես թե նորից գծեր է տարանջատման, ինչու երկրի ղեկավարը գնալով ընտրություններին, համարելով իրեն խաղաղության կրողը, խաղաղություն ստեղծողը, տարանջատման գծեր է գծում։ Գիտեք, այս իշխանությունների մոտ դա շատ բնականon է, որ անդադ խոսում են ինչ-որ տարաձայնությունների մասին, անդադ խոսում են պառակտումների մասին, եւ ոչ միայն երկրի վարչապետը, այլ նրանից ներքև գտնվող մարդիկ շատ ավելի վատ բաներ են խոսում, շատ ավելի սուր են խոսում, օրինակ Երևանի քաղաքապետը կամ այդ պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը ասում է, որ այս ընտրություններին պետք է գրողի ծոց ուղարկել նախկիններին եւ այլն, այսինքն եւս մեկ անգամ փաստում են, որ իրանք համերաշխության կողմնակից չեն, որ խաղաղությունը իրանք բերողը չեն, եթե այստեղ շատ պարզ հարց առաջանում, եթե դուք խաղաղության կուսակցություն եք, այսպես ասած, որը խիստ կասկածելի է, քանի որ իրանց ամբողջ ժամանակահատվածը, որ իրանք եղել են իշխանության, հայ ժողովրդի գլխին բերել են միայն փորձանքներ, պատերազմներ եւ այլն։ Հիմա հանկարծ որոշել են խաղաղությունից խոսեն եւ եթե հարևանների հետ խաղաղության մասին ես խոսում, իսկ ներսում պառակտում ես, ո՞ւմ է պետք է այդ խաղաղությունը։ Այսինքն առաջի հերթին պետք է որ երկրի ներսում խաղաղություն լինի եւ համերաշխություն լինի, քան իհարկե երկրորդ հերթին արդեն հարևանների հետ եւ այլն։ Բայց եթե մեկը պետք է անես մյուսի հաշվին, դա անհեթեթություն է եւ այդ մտածելակերպը դե քաղաքական տգիտություն է, մեր համար անընդունելի։ Ինչու է այս խոսույթը մցվում հենց հիմա շրջանառության մեջ, երբ արժևում ընտրություններ են։ Նայեք, դա պետք է դնել այն շարքում իրենց քաղաքական տրամաբանության կամ տերմինոլոգիայի մեջ, որ ասում էին, որ բոլորից սիրում ենք, դու ասում էին սիրո եւ համերաշխության հեղափոխություն ասա, հետո ասում էին, որ դուք բոլորդ վարչապետներ եք, հիմա էլ ասում են խաղաղություն ենք բերում ձեզ, պատերազմը դուք եք բերել, ձեր հայտարարություններով պատերազմ եք բերել երկրին, եւ հիմա նորից ժողովրդին փորձում եք խաբել եւ ասել, որ խաղաղություն ենք բերում, ժողովրդի թույլ տեղերն եք գտնում, բնականաբար ցանկացած մարդ
ընդ որում խոսքս միայն հայերի մասին չի, աշխարհի ցանկացած մարդ խաղաղության կողմնակից է եւ ֆիզիոլոգիապես այնպես է մարդը կառուցված, որ ինքը խաղաղություն է ուզում, ել չասեմ համերաշխություն, բայց այդ խաղաղությունը առաջնային է, բոլորն ուզում են խաղաղություն։ Խի Հայաստանում կա մարդ, որը չի ուզում խաղաղություն, դու պետք է հոգեկան հիվանդ լինես, որ խաղաղություն ստացվում են դիմադիր կուսակցությունները չեն ուզում խաղաղություն։ Դե չի դա անհեթեթություն է, անիմաստ բան է, ես չեմ լսել որևէ կուսակցություն, որը ասում է ես խաղաղություն չեմ ուզում։ Ասում է Արցախյան հարցը պետք է փակել, որպեսզի խաղաղություն լինի, համակարծիք եք։ Դե ընդհանրապես կարելի է հայերին էլ ստեղից հանել, Հայաստանի հարցը փակել, կլինի խաղաղություն այս տարածաշրջանում եւ կլինի իրական այն լուրջ եւ երկարատև խաղաղություն, որը տիրում է օրինակ գերեզմանոցներում, այնտեղ խաղաղություն է, այնտեղ ոչ մի խնդիր չկա։ Եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում, բարձր որ այդ ինչ ասելու բան է օրինակ, ասենք ամեն ինչ զիջես, ինչը խաղաղություն է լինելու։ Այդ խաղաղությունը ինչ է նշանակում, այդ ո՞նց է այդ խաղաղությունը լինելու, ուր է իր երաշխիքները, որ ասենք այս զիջելուց հետո էլի բան չես զիջելու։ Բանը հասավ նրան, որ նույնիսկ սահմանադրությունից եք հանում հղումը հռչակագրին։ Այո, իդեպ նշում է, որ այսինքն եւ այստեղ բարձրում է, որ ոչ մի խաղաղություն էլ չկա։ Խաղաղություն այն կողմը չի ուզում, խաղաղություն այն կողմը քեզ ստիպում է, որ դու անես այն ինչ որ ինքը ուզում է։ Իսկ ուր է երաշխիքը, որ վաղը ասենք Ալիևը չի քնելու, առավոտ չի արթնանալու, ասի գիտեք ոնց բոլոր հայերը պիտի ասենք բան անեք, օրը մեկ անգամ հաց ուտեք կամ շաբաթը մեկ անգամ։ Դե տեսեք ինչպեսի տրամաբանությամբ է, ասում է, երբ դուք ասում եք Արցախի հարցը փակված չէ, երբ ասում եք արցախահայերի վերաբնակեցման խնդիր ունենք, իրավունքների խնդիր ունենք, այս դեպքում ասում են նրանք էլ մեկ այլ առաջարկ են առաջ բերում։ Արդյոք սա ռազմավարություն եւ դիվանագիտություն է։ Գիտեք, պետք չի մեկը մյուսին խառնել։ Եթե դուք ասում եք, որ մենք ինքնիշխան պետություն ենք, ասում եք, որ Հայաստանը անկախ է քան երբևէ, որ ծիծաղելի է այդ տեսակ մտքեր արտահայտելը։ Ադրբեջանցիք երբ որ խոսում են նրա մասին, որ պետք է վերադառնան Հայաստան, դուք պետք է խոսեք, որ հայերը պետք է վերադառնան Ադրբեջան։ Ընդ որում, ասենք, թվականակով հայերը կրկնակի ավել են, կամ եռակի ավել են, որ պետք է վերադառնան։ Իսկ Արցախի հարցը ի՞նչ կապ ունի սրա հետ։ Արցախի հարցը մեր աչքի առաջ է, այսինքն մարդիկ իրենց տուն տեղը թողել են, փախել են, ցեղասպանության արդյունքում հեռացել են Արցախից, հիմա ասում եք ձեն չանեք, որ մեզ չկոտորեն։ Ինչ է նշանակում այդ։ Այդ ձեն հանելը ինչ է նշանակում։ Այսինքն Արցախին չի գնում իր տուն, չգնա իր տուն, ինչա ինչ որ մեկը ջրանանալու է դրա մասին, կամ գոնե չմտածի դրա մասին, որ այդ իր տունն է եղել, չխոսի այդ մասին։ Ես չեմ հասկանում, ինչ տրամաբանությամբ ասենք այդ մարդը մտածում, մարդը ապրել է, ծնվել է, հազարավոր տարիներ այնտեղ ապրել է, իր պապեկան տներն են, հիմա ասենք գոնե ստե չխոսա այդ մասին, որ իր տունն է եղել այդ։ Ես չեմ հասկանում, այդ տրամաբանությունը ինչի մասին է, կամ այդ վախը ինչի է տարածվում ժողովրդի մեջ։ Դե ասում են, երբ որ խոսում ենք պատերազմ կլինի։ Դրանից չի պատերազմը լինում, ախր երբ որ չէիր խոսում, էլի պատերազմ էր։ Այդ ոնց եղավ բա։ Խեն ժամանակ խոսում էինք, որ պատերազմ եղավ։ Ինչ էինք անում, որ։ Դե ասում են, ասեցի Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հա, բայց դու ասեցիր։ Ստացվում է, որ խոստովանություն է։ Բայց դու ասեցիր, դու ես բերել պատերազմը։ Նախկինները չեն բերել, նախկինները դրա մասին չէին խոսում, հանգիստ ապրում էին։ Ու պաշտպանում էին երկիր արժանապատիվ ձևով։ Դու եկար խառնեցիր, ասեցիր, այս սա է, Արցախը Հայաստանը եւ վերջ, կռիվը գցեցիր, իմել ասում ես, բանը, չխոսանք, որ կռիվ չլինի։ Ըստ էս դասերը քաղել անցյալից դրամարուզում էլ եղել։ Ես չգիտեմ, իրանք դասեր քաղել են թե չէ, իրանք ուզում են իշխանությունը պահեն իրանք ձեռքում, իրանք չգիտեն ինչ ասեն, էլ ոնց ասեն, ինչ պետք է անեն, որ պահեն։ Իրանք ամեն մի այսօրվա ասածը վաղը հակասում է իրանք ասածին, այն միսօրը լրիվ ուրիշ բան են ասում։ Այս տրամաբանությամբ քաղաքական գործիչները կամ քաղաքական ուժերը իրանք ապագա չունեն, իրանք ժամանակի հետ կցնդեն ու վնասը կմնա մեր երկրին, մեր ազգին։ Այս ամբողջ պատմությունը հետո մենք ենք դրա պատասխանը տալու, մենք ենք դրա տակից դուրս գալու։ Անգամներ հետ ենք գցել Հայաստան իր զարգացման տեմպերից ու իր հնարավորություններից։ Եվ այսօր մի թեթև մի փոքր բան են անում, այնքան մեծ բան են ներկայացնում սա, որ իբր էս ինչ բանն են արել, ինչ բան են արել, մոռացել են, որ կար ժամանակներ, որ
Հայաստանը համարվում էր տնտեսական Պարոն Ավետիսյան, եկեք թվարկենք ինչ են արել։ Ովքեր։ Ներկայիս իշխող իշխանությունները, որտեղ ձեռբերումների մասին են խոսում։ Խոսում են դպրոցների կառուցման մասին, բայց մենք տեսնում ենք դպրոցներ են փակվում։ Մենք տեսնում ենք ուսուցիչներ են կրճատվում, մենք տեսնում ենք բյուջեն է կրճատվում դպրոցների։ Ամեն ինչի մասին խոսում են, բայց իրականությանը չի համապատասխանում։ Եթե ուզում եք իրականությունը ամենասկզբից, Հայաստանի անկախացումից հետո բնականաբար Հայաստանը ընկավ պատերազմական իրավիճակի մեջ, երկրաշարժի մի կողմից, կայսրության փլուզումը մյուս կողմից, սովետական, եւ Հայաստանը շատ վատ վիճակի մեջ ընկավ։ Այս վատ վիճակի մեջ, քանի որ կար ներազգային այդ բանը, զարթոնքը, համերաշխությունը, քաղաքական ուժերը շատ ավելի բանիմաց էին ու հավասարակշռված էին, կարողացան այս ամեն ինչից տակից դուրս գալ եւ երբեք երկրի ղեկավարը ազգին չէր պառակտում մերոնք, ծերոնք, սևեր, սպիտակներ, նախկիններ, ներկաներ եւ այլ այդպիսի բաներ չի եղել եւ իրար փոխանցելով գնացել են տեսեք հանրապետության առաջին նախագահից հետո եկավ երկրորդ նախագահը, որը չպատժեց առաջինին։ Դե տեսեք, ձեր դիվանագիտությունը այնպեսին էր, որ երաշխավորը եք անընդհատ փնտրում։ Հիմա պետք չի, մենք ենք մեր երաշխավորը։ Մեր երաշխավորությունը։ Մենք ունեինք երաշխավոր, տեսակ ինչ եղավ։ Ինչ եղավ։ Երաշխավորությունը ուր է։ Երբ որ երաշխավոր կար, պատերազմ չկար։ Երբ որ երաշխավորներին ուղակի դուրս գցեցիք այս ամեն ինչից, պատերազմը սկսեց։ Երաշխավորները քեզ ասում էին պատերազմ արա։ Ովքեր որ երաշխավորում էին, շատ բարձ պլան էին դրել։ Դուք ինքներդ էլ այդ մասին խոսել եք, ազգային ժողովում ասել եք, մենք կարային գնայինք առանց պատերազմի այս ամեն ինչի։ Բա գնայր զիջումների առանց պատերազմի։ Ինչի տարակ մցրիկ երկիրը պատերազմի մեջ։ Հանգիստ զիջեիք այն տարածքները, որտեղ պիտի տայք, որը պետք էր պահեինք, եւ մենք խայտարակ չէինք կլինի աշխարհում մեկ, այս պառակտումն էլ չէր մտնի մեր մեջ։ Այսինքն դա նշանակում է, որ դուք այս գործից չեք հասկանում։ Սա պետք է հասկանալ բոլոր սովորական քաղաքացիները մի փոքր վերլուծություն անեն կհասկանան խոսքը ինչի մասին է։ Ուզում եմ նաև անդրադարձ ունենանք իրենց մյուս ձեռբերման մասին, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին։ Կարծես թե փակուղու մեջ է։ Այդպես է կարծում։ Չի կարող իրանց պարագայում որևէ բան փակուղու մեջ չլինի։ Հասավ այն ժամկետին, երբ որ պետք է արդեն նրանք մեր տարածքից դուրս գային սուվերեն։ Այո, Չեք տեսնում այդ գործընթացը ինչու։ Նրանք դուրս չեն գա, որովհետև նրանք ուժեղ են եւ հաղթած են։ Նրանք հաղթել են այս իրավիճակում, հաղթած վիճակ են եւ իրանք թելադրելու են մեզ։ Ցավոք սրտի այն ժամանակ մեր նախորդ իշխանությունները, երբ որ հաղթանակած վիճակում էին, չստիպեցին, որ Ադրբեջանը վերջնական կապիտուլյացիա ստորագրեր եւ չմասնատեցին Ադրբեջանը։ Գուցե այն ժամանակ ինչ-որ խնդիրներ կար, որ չարեցին։ Լավ կլինի մի օր այդ նախկին իշխանությունները այդ մասին խոսան խիչ արեցին։ Հնարավորություն տվեցին, հիմա սա նորից աճեց։ Նորից աճեց, պետություն դարձավ, նավթ վաճառեց, բան եւ այլը դարձավ նոր դիկտատոր, Իրան դրելա Չինգիզ խանի տեղը, խոսքս Ադրբեջանի ղեկավարի տեղն է, հարձակվում է մարդկանց վրա, հարձակվում է տարբեր երկրների վրա։ Ժամանակի եթե այս միջազգային հասարակությունը դատապարտեր Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ իրանք այս վիճակում չէին հայտնվի։ Դե հիմա թող ստանան այն ինչ որ իրանք արեցին։ Ադրբեջանի այդ ագրեսիայից հետո որը չտվեցին որևէ ձևով պատասխան չեղավ, հետո սկսեց ռուսական բանը, թեման, ռուս-ուկրաինական պատերազմը, ընդեղ էլ ոչ մի բան, հետո անցավ արդեն կամաց-կամաց հիմա այդ պատերազմը մտնում է իրանց տուն, մտնում է Եվրոպա եւ ցավոք սրտի առաջադեմ մարդկությունը ձևը չգիտի ոնց կանգնացնի այս ամեն ինչը եւ տեսեք Միացյալ Նահանգները ստիպված եկավ Իսրայելի կողքը կանգնեց եւ հարձակվեց Իրանի վրա։ Իրանն էլ տվեց համարժեք պատասխան։ Այսինքն ամեն ինչը այնպես է խառնվել, ու այդ ամեն ինչը կախված է անհավասարակշռված քաղաքական գործիչներից, որովհետեւ քաղաքական գործիչը եթե կամ երկրի ղեկավարը եթե երկիրը տանում է պառակտման, դրանից ոչ մի լավ բան չի ծնվելու։ Ինքը չար բան է, չար պտուղ է, ինքը չար ծառ է, բարի պտուղ չի կարա տա։ Հետևաբար մենք պետք է ազգովի
հասկանանք ինչի համար ենք գնում ընտրության։ Այս ընտրությունը մեր հնարավորությունն է այս իրավիճակից դուրս գալու։ Այդ որ ասում են, եթե խաղաղությունը, պատերազմը եւ այլը, ես ձեզ ուզում եմ մի օրինակ բերեմ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց առաջին նախագահը, այդպիսի մի հոդվածով հանդես եկավ։ Պատերազմ եւ խաղաղություն, ընդ որում ասաց, որ խաղաղության կուսակցությունը գնաց, պատերազմի կուսակցությունը եկավ։ Բայց պարզվեց դրանից հետո խաղաղությունը շատ ավելի լավ էր, ուժեղ էր, ամուր էր եւ երկար մնաց այդ խաղաղությունը։ Հետո իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներից մեկը, այսօրվա իշխանությունը, եւ երկիրը տարավ նորից պատերազմի մեջ։ Հիմա նորից արտահայտում էին միտքը, ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակ արտահայտել էր։ Խաղաղություն եւ պատերազմ, այսինքն մարդկանց միշտ բերում են կանգնացնում են ինչ-որ փաստի առաջ։ Հիմա մեր հասարակությունը այս ամեն ինչի միջով անցել է, մեր ժողովուրդը անցել է։ Ուղղակի պետք է հիշել ինչի մասին, երիտասարդ ծերունդը կարող է ինչ-որ չի հիշում այդ բաները, բայց այն մնացած մարդիկ ո հիշում են ինչ ա եղել։ Պարոն Ավետիսյան, ուզում եմ փաստենք, լռությունը դիվանագիտություն չէ։ Որովհետև դուք քիչ առաջ բերեցիք օրինակներ, երբ պետությունները լռում են ոտնձգությունների մասին այլ պետության, տեղի են ունենում այլ պատերազմներ։ Այստեղից հետևություն չի անում մեր իշխանությունը։ Մեր իշխանությունը ինձ թվում է ոչ մի հետևություն չի անում։ Մեր իշխանության արած ինչ է։ Մեր իշխանությունը այսօր ավտոբուսի մեջ նստած ընկել են քարոզարշավ են անում, ժողովրդին անընդհատ կերակրում են այդ կերծ լուրերը, որ իբր թե որ իրանք չլինեն իշխանության, խաղաղություն չի լինի Հայաստանում։ Բա որ դուք չէիք Հայաստանում իշխանության, խաղաղություն չէր։ Ես այդ հարցը ուզում եմ տամ, ամեն մարդ թող այդ հարցը տա, մինչև սրանց լինել է, խաղաղություն չէր Հայաստանում։ Տեսեք, Արցախը կար, խաղաղությունը կար, տնտեսական աճը կար, պարտքը տենց չէր։ Մեր վրա չէին ծիծաղում, մեր հետ հաշվի էին նստում։ Մենք ունեինք բարեկամներ, Ֆրանսիան մեր բարեկամներ, Ռուսաստանը մեր բարեկամներ, Միացյալ Նահանգները մեր բարեկամներ, Իրանը մեր բարեկամներ։ Իրանը էմբարգոյի տակ գտնվող բանի շրջափակման մեջ մեզ գազ էր տալիս։ Միացյալ Նահանգները մեր բարեկամներ դրա դիմաց աչք էր փակում։ Լիքը հարցեր կա, այդ որտեղ էր այդ իրանք ինչ են փոխել։ Իրանք այդ ամեն ինչը խառնել են իրար, սարքել են մի հատ շիլա շփոթ, հիմա էլ ասում են խաղաղություն, մեզ չընտրեք խաղաղություն։ Այդպես չի, հակառակն է լինելու, լրիվ հակառակն է։ Վեհապարին է դրա մեջ մեղադրել։ Հա, դե նա, չգիտեմ, վեհապարը իրանց բանն է, երևի ցավոտ տեղն է, որովհետև չեն կարողանում կուլ տալ, չեն կարողանում հաղթեն, որովհետև իրանց ուժը չի պատում։ Շատ բարձ պատճառ է, որովհետև ազգի մեծ մասը վեհապարի կողքին է։ Հիմա ուզում եմ մի հատ վտանգավոր ավելի կետի անդրադարձ ունենամ, խոսքը սահմանադրության մասին է, այն փոփոխության, որը մեզ սպասում է։ Արդյոք դուք ինչպիսի վտանգներ եք տեսնում հռչակագրի հղումը հանելու դեպքում, ինչ վտանգներ կարող են լինել եւ ինչ է իրենից ներկայացնում հռչակագիրը, երբ ներկայիս իշխանությունը ասում է դա կոնֆլիկտային պատերազմական հռչակագիր է։ Նայեք, երբ որ դու թույլ ես որպես պետություն, այսինքն ու զիջումների պատրաստ։ Չկա մի բան, որ Ալիևը ասած լինի, այս մարդիկ հրաժարվեն, ասեն չէ, դա չենք անում։ Լավագույն դեպքում եղել է, որ սկզբից ասել են չէ, հետո արել են։ Բայց չկա տենց մի բան, որ առաջ չլինեն։ Հիմա հարց առաջանում, ինչի սահմանադրությունից պետք է հանել հղումը հռչակագրին։ Այդքի Ադրբեջանը չի հանում իր սահմանադրությունից այդ կետերը հղումը հռչակագրին։ Քեզ են ասում անպայման հար, որտեղ դու պարտված կողմ ես, դու ամեն ինչի ընդունակ ես, ենթակա ես իրանց։ Այդ թուրքերն էլ տեսան, որ դու ամեն ինչ զիջում ես, ասեն դե ցեղասպանությունն էլ հանի, մոռացի այդ թեման։ Այսինքն այն հնարավորությունները, այն լծակները, որ Հայաստանը ունի իր ձեռքին, հիմա թղթի մի ստորագրությամբ համոզելով, ընդ որում գիտեք որ նույնիսկ չի որ նրանք համոզում են, որ սրանք անեն։ Նրանք մի կես բերան ասել են կամ զանգել են ասել են, այս մարդն անգե ժողովրդին համոզում, որ պետք է հանել այդ հռչակագրից միջից։ Հռչակագիրը հղումը պետք է հանել։ Նայեք, եթե սահմանադրությունը, ինչ է սահմանադրությունը փոխում։ Շատ պարզ հարց է։ Ինչի է սահմանադրությունը փոխում։ Կարակ բարեփոխեք սահմանադրությունը, բայց սահմանադրությունը փոխել, այսինքն անում եք մի պայմանով, չէ, որ
հռչակագրին հանեք, այսինքն թուրքերը հանգստանան, որ սահմանադրության մեջ տենց բան չկա, ցեղասպանությունը այլևս Հայաստանի համար կարևոր թեմա չի, Արցախի հարցը կարևոր չի, Ադրբեջանն հանգիստ մնում իր տեղում, Հայաստանում էլ հիմա հերնել անիծած, թող էս սահմանադրական կառավարման համակարգը մնա, որտեղ այս կառավարման համակարգով այս իշխանությունը հավերժ մնալու է իշխանության մեջ։ Դե բերեք այդ փոխեք, բերեք ժողովրդին ընտրելու իրավունքը տվեք իրան, այսինքն թողեք թող նախագահ ընտրի ժողովուրդը, թող պարլամենտ ընտրի ժողովուրդը, թող տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրի ժողովուրդը, այսինքն ընտրական իրավունքը շատացրեք ժողովրդի։ Երկիրը կառավարման իրավունքը ժողովրդի մոտ պետք է շատանա։ Դուք չէ նախկին իշխանությունը շատ սխալ բան արեց, որ այս սահմանադրությունը ընդունեց եւ ամբողջ տարածաշրջանում մեր կողքերը բոլոր տեղերը եւ հարևան երկրները նախագահական համակարգեր են, որը շատ էֆեկտիվ աշխատում է, մեր մոտ դարձրին պարլամենտական, ոնց որ մենք Հոլանդիայում ենք կամ Բելգիայում ենք ապրում, որ հանգիստ կարելի է պարլամենտական դարձնել։ Այս պետք է փոխ, բայց իրենք տեսեք, ասում են դա ձեռք չենք տալու, այսինքն այս ձևը լավ է, թող sense մնա։ Թող ժողովուրդը մի կերպ խաբենք ժողովրդին, ձայնը պոկենք ժողովրդից, հետո արդեն մնացածը մենք ոնց ուզենք այնպես կանենք, ժողովուրդը չի կարող խառնվի սրան։ Դե հիմա իրավիճակը այսպեսին է եւ այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք ձևը որն է, պետք է գնալ ընտրությունների մեկ միասնական ճակատով։ Մենք անդադ այդ մասին խոսում ենք, այդ կոնսոլիդացիա։ Ձևավորվում է մեկ միասնական ճակատ։ Չի ձևավորվում, ուրա։ Որտեղ է ձևավորվում։ Ամեն մեկը ասում է եկեք իմ շուրջ հավաքվեք, մենք դրա ձևն էլ ենք ասել ոնց պետք է անել, որը տես չլինի։ Դուք գիտեք, հիմա չգիտեմ, հիմա այդ մասին արժի խոսել, չարժի խոսել, բայց մենք այդ մասին ասել ենք, չէ՞, ձևը որն է դրա, որպեսզի բոլոր կուսակցությունները իրենց ամբիցիաները դնեն մի կողմ։ Այդ կարա լինի մենակ մի դեպքում։ Բայց եթե դա չեք անում ամեն մի կուսակցություն ասում է եկեք մեզ միացեք, այդպես ո՞նց կլինի։ Երկրի ղեկավարն էլ ժողովրդին անընդհատ բանի մեջ է պահում, խաղաղություն, եթե մենք ինչ չընտրեք, այդ ինչ մտածելակերպ է, այդ ինչ խոսելակերպ է, ոնց կարելի է այդպես բան առաջարկել ժողովրդին։ Ընտրությունները պետք է ժողովրդի մեջ, գիտեք ինչ լինի, ասենք դա մի տեղ է, որտեղ քաղաքական ուժերը գալիս են ու երկիրը այս վիճակից հանելու իրաց ծրագրերը ներկայացնում են։ Մարդիկ նայում են, որը լավ է, դա անում են։ Ոչ թե ուժերից մեկը պետք է այն մյուսի նկատմամբ թշնամանք տարածի, այլ պետք է ասի, թե ինքը ոնց է հանելու ճգնաժամից երկիրը։ Ու մարդիկ պետք է նայեն այս եւ տեսնեն, որ այս մարդու ապրանքը, այսպես ասած, ավելի կարեւոր է, ավելի գաղափարական է, գան քվեարկեն այս մարդու օգտին։ Բայց տեսեք ինչ իշխանությունը ասում է խաղաղություն կամ պատերազմ, դնում է փաստի առաջ մարդկանց, որ մարդը հնարավորություն չունենա, այսինքն եթե պատերազմի ու խաղաղության մեջ է բանը խնդիրը, բնականաբար ցանկացած մարդ կուզի խաղաղությունը, չէ՞, ու ապուշ չի ընտրի պատերազմը։ Այսինքն տեսեք ինչ փաստի առաջ են կանգնացնում մարդկանց։ Այսինքն նախընտրական փուլը շատ կարևոր է եւ ամենակարևոր փուլերը նախընտրական ու հետընտրական փուլերն են։ Բուն ընտրության օրը այդքան էական չի։ Որտեղ ամբողջ նախընտրական փուլում եթե հասարակությանը դու նախապատրաստում ես, բերում ես նրան, որ գա ինքը այդ օրը քվեարկի, այդ ընթացքը շատ կարևոր է։ Բայց խաղաղությունը գին ունի, չէ՞։ Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել։ Արժանապատիվ դինի խաղաղություն, ուրիշ ձև չկա, ուրիշ ձևը ստրկությունն է։ Հիմա ներկայիս պահին ինչ խաղաղություն է։ Մեր մոտ հիմա խաղաղություն չկա, ինչ է, մենք հիմա ասում ենք սուս մնացեք, որ ծեզ չուտենք։ Այդ են ասում։ Այսինքն հենց ով խոսա, ուրեմն պետք է ծեզ ուտի։ Այսինքն այդ տրամաբանությամբ իրանք սարքում են քաղաքական կարիերը։ Այսինքն ինչ է նշանակում այդ։ Հիմա պատկերացնում եք, ասենք Իրանը, տեսեք հիմա բոլորը ասում են հարգում ենք Իրանի ժողովրդին, իրանցիներին, այո, արժանի են հարգանքի, որովհետև ամբողջ աշխարհով աշխարհի թիվ 1 հզորագույն երկիրը եւ մնացածը միասին եկան հարցակման վրան, սկզբից վախացրեցին, մարդիկ ասին կամ կմեռնենք կամ կապրենք արժանապատիվ, չէ՞։ Մեզ կպած երկիր արժանապատվության մասին էր խոսքը։ Մնացին ու հաղթեցին Աստված վերևից նայում արժանապատիվ ազգերին է հնարավորություն տրվում ապրել անկախ ու խաղաղ։
Իսկ այն արժանապատիվ ոչ արժանապատիվ ազգերին ասում են, բայց ինչի՞ է պետք որ դու երկիր ունենաս։ Եթե դու էությամբ ստրկամիտ ես, խիպտի դու երկիր ունենաս։ Գնա ուրեմն ինչ-որ մի երկրի տակ կմնաս, կմտնես կամ վիլայետ կլնես կամ գուբերնիա կլնես կամ ինչ-որ մի բան։ Էս է իրավիճակը։ Հիմա քաղաքականությունը հենց դրան է տանում ես։ Այո։ Հիմա գալ վիլայետություն քարոզել, մի թեւն գուբերնիայություն քարոզել։ Սրա լավը ո՞րն է։ Այսինքն մեծ հաշվով տրամաբանությունը սրա մեջ է։ Արժանապատվությունը, խի մենք չունենք այդ ռեսուրսը, մենք ունենք այդ ռեսուրսը։ Եթե ես իմանամ, որ կամ մենք իմանայինք, որ ռեսուրսը չի բավարարում արժանապատիվ խաղաղության, կասի դե հիմա ձևը էսա ինչ անե, ձև չկա։ Բայց դա այդպես չի, չէ՞։ Մենք ունենք ռեսուրս, որը չենք օգտագործում, ընդհակառակ այդ ռեսուրսը անընդհատ կոտրում ենք ու ասում ենք դե հիմա վիճակը սենց է, պետքա բան անենք, ենթարկվենք Ալիևին, Էրդողանին կամ մյուսին։ Իդեպ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն տարածեց ընտրողներին վերաբերող։ Կուզեմ մանրամասնենք, ինչ է իրենից ներկայացնում այդ հայտարարությունը։ Ճիշտ ասած, ես լսեցի այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ 10 տարի ովքեր Հայաստանի հետ կապ չեն ունեցել, ինչ նշանակում կապ չեն ունեցել։ Այսինքն ինչ է նշանակում կապ չեն ունեցել։ Ինչ մտավախություն։ Քեզ ինչ կապ ունեցել են թե չի, դու ով ես որ որոշես կապ ունեցել է թե չի ունեցել։ Կամ դու գիտես ինքը կապ ունի թե չունի, ո՞նց ես իմանում դրա մասին։ Մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կուզի ստեկ ապրի, կուզի չի ապրի, կուզի կգնա կգա, կուզի կգնա դրսում օրը 50 անգամ կզանգի Հայաստան։ Դու ով ես որ հարցնես կապ ունի կամ չունի։ Այդ ո՞նց ես այդ բացատրում այդ։ Ինչ է նշանակում։ Օրենքում գրած է, այո, 2 տարի, 4 տարի պետք է ստեղ ապրած լինես, բան կամ 2 տարի, որ ընտրվես ընտրության բանը, տեխնացու դառնաս բան եւ այլ, այդ հասկացանք։ Բայց կապ չունի ընտրելու իրավունքից զրկում ես, այսինքն երկրի հետ կապված հարցում կառավարում է, դու իրան փաստաթուղթ ես տվել, որ ինքը էս երկրի քաղաքացի է, հետո ասում ես, գիտես, ես որոշում եմ, որ դու պետք է կապ չես ունեցել Հայաստանի հետ, այդ ո՞նց ես որոշելու էլի այդ կապը, ես այդ եմ ուզում հասկանում։ Մեկ-մեկ սրանք այնց աբսուրդ բաներ են անում, որ մարդկային նորմալ ուղեղը չի կարող տրամաբանի։ Մի աբսուրդ բան։ Իսկ ինչ-որ մեկը որոշել, ասում է, բանը, ցուցակներում չեն ներգրավել մարդիկ, ովքեր 10 տարի կապ չեն ունեցել Հայաստանի հետ։ Ես ուզում շատ բարձ հասկանամ, ինչ է նշանակում կապ չեն ունեցել։ Ով է որոշել կապ ունեցելա թե չի ունեցել։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ի վերջո նախկինում նման մտահավախություններ չեն եղել։ Այս իրանաբանները, այս մտավորականները, այս ուր են սրանք կան ընդհանրապես այդպես մարդիկ։ Մտքի կարծիքներ չունեն արտահայտելու, թե այսպես բան են։ Ով իշխանությունը վազը մտնում է ոտերի տակ, որ իբր թե բան անեն։ Իսկ միգուցե արտահայտում են եւ լսելի չի դառնում։ Դե լսելի չի դառնում, ուրեմն լավ չեն արտահայտում։ Իրանց տներում խոսում են, թող դուրս գան, դրսում խոսան, թող եթերներում գան, թող գան մեր եթերում խոսան։ Ձեր եթերում։ Բարի պարոն Ավետիսյան, մենք հենց հիմա կոչ արեցինք այն իրավաբաններին ու քաղաքական գործիչներին եւ մտավորականներին, ովքեր ցանկություն ունեն, կարող եք գալ մեր եթեր եւ արտահայտել ձեր կարծիքն ու բողոքը։ Հիմա ուզում եմ անդրադարձ ունենանք կրկին ընտրություններին վերադառնալով սպասվող ընտրությունների մասին է խոսքս։ Ձեր կուսակցությունը հայտ ներկայացնելու, եթե միասնական հարթակով է գնալու, ինչպես եք պատկերացնում։ Նայեք, մենք ի սկզբանե որոշել էինք, որ մեր կուսակցության վերջին համագումարում որոշվեց, որ կուսակցությունը ինքը պետք է նախաձեռնի, որքան հնարավոր է այդ միասնականությունը ապահովել։ Գնալ կուսակցությունների հետ հանդիպել, բանակցել, խոսել, մի շարք կուսակցությունների հետ հանդիպումներ եղան, մինչև հիմա էլ շարունակվում են այդ հանդիպումները, եւ մենք առաջարկում ենք, որ գնալ միասնական ճակատով։ Հիմա այս աշխատանքները դեռ շարունակվում են, բնականաբար ժամանակը շատ քիչ է մնացել, բայց մենք եկող շաբաթվա մեջ արդեն այս ուղղակի կամփոփենք եւ կորոշենք ինչ ենք անելու։ Եթե կուսակցությունները չեն գնում այդ միասնական հարթակով, մեկ միասնական ճակատով մասնակցելու ընտրություններին, մեր քաղաքական ուժը որոշում կկայացնի եւ միայնակ կգնա ընտրությունների։ Մենք ունենք բոլոր ռեսուրսները ընտրություններին մասնակցելու։ Ես նկատում եմ եւ մարդկային եւ գաղափարական եւ այլն։ Մենք կմասնակցենք ընտրությունների եւ հաստատ մենք նվազագույն շեմը կհաղթահարենք։
Մենք ուղղակի որպես համերաշխության գաղափարի հետևորդներ եւ միասնականության գաղափարի հետևորդներ մենք ուզում ենք, որ միասնականությունը հենց հիմա կայանա։ Նախընտրական փուլում կայանա այդ միասնական համերաշխությունը, միասնականությունը եւ աշխարհին ցույց տանք, որ մենք միասնական ժողովուրդ ենք, ուտեից վերելքը սկսի։ Այսինքն դրսում միավորվենք, հետո գնանք ազգային ժողով, հետո բոլորը կտեսնեն, որ միավորվել են հայերը ու աշխարհով մեկ են միավորվում հայերը, դրա համար ունենք համապատասխան գաղափարներն ու գործիքները, որ աշխարհի հայությանն էլ կմիավորենք, ոչ թե կտարանջատենք, կասենք 10 տարի Հայաստանում չեք եղել, ընդհակառակ, կասենք ով ծագումով հայ է, ինքը պետք է մասնակցի այս գործերին։ Գոնե ընտրության իրավունքով պետք է մասնակցել, այսինքն համազգային միասնությունը եւ ռեսուրսը, համազգային ռեսուրսը մենք պետք է օգտագործենք նաեւ այդ ձևով։ Իսկ եթե մարդկանց ասում եք կապ չեք ունեցել, ուրեմն հաջողություն, այդ ռեսուրսը փոխվում է Հայաստանից, չէ՞։ Դուք պատկերացնում եք ինչքան մարդիկ կան, որ հիմա դուրս կթողեն, կնեղացնեն այդ մարդկանց, իսկ այդ իրենց ամեն մի փոքր ռեսուրսը մենք անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Հայաստանը սփյուռքով այդ գերտերության պես մի բան է։ Համարյա գերտերություն է, այսինքն Հայաստանի հետ երբ որ խոսում են սփյուռքով, այդ լրիվ ուրիշ քաշ ունի։ Երբ որ մենակ Հայաստանի մասին են խոսում, դա լրիվ ուրիշ բան է։ Հետևաբար մենք մեր ռեսուրսը պետք է օգտագործենք։ Օգտագործելու համար պետք է այդ ներազգային միասնությունը ապահովված լինի եւ սփյուռքը միասնական լինի Հայաստանի հետ։ Արդյոք գնալով ընտրություններին այդ միասնականության ջատագովն է հանդիսանալու եւ խաղաղության անկախ նրանից ընդդիմադիր է թե իշխանամետ։ Նայեք, միանշանակ մենք խոսելու ենք համերաշխության մասին։ Մենք այն ուժերի հետ չենք կարող միավորվել, որոնք խոսում են տարանջատման մասին։ Մենք խոսելու ենք համերաշխության մասին։ Այլ բան է, ֆիզիկապես դուք ինձ հաճելի եք թե չէ, ես ձեզ ընդունում եմ թե չէ, բայց գաղափարական իմաստով համերաշխության իմաստով մենք պետք է գտնենք այդ ձևը ու իրար հետ աշխատենք։ Ինչ խնդիրներ որ հիմա մենք ունենք, տարաձայնություններ, դրանք ունեն լուծումներ։ Սկսած այն վիճակից, տեսեք շատ բարձ բան եմ ասում, որ այսօր մարդկանց հոգիները մտել են, պղտորում են, վեհապարի դեմ են հանում եւ այլը, չէ՞, բայց դա էլ լուծում ունի։ Դա ունի այնքան գեղեցիկ լուծում, որ ուղղակի պետքա գնալ դրան։ Կարելի է, չէ՞, մի քանի տարով սառացնել այս վիճակը։ Թողել մի կողմ, մենք այս վիճակից դուրս գանք, խախանդվի եւ մեր տարածաշրջանը եւ մեր պետականությունը կամրապնդվի, նոր կզբաղվենք այդ հարցով։ Մի քանի տարի կարելի է հետաձգել դա, 2-3 տարի կարելի է հետաձգել կամ ժամկետը կարելի է որոշել։ Բայց եթե դու ցանկություն ունես, որպեսզի այդ խնդիրը լուծվի համերաշխության շրջանակներում, դու լուծումները գտնելու ես։ Իսկ եթե դու չես ուզում, դու դա անում ես ընդհակառակը, որպեսզի պարակտում լինի, դու անում ես, որովհետեւ տենց ուզում է Փաշեզադեն, դու անում ես, որովհետեւ տենց ուզում է Էրդողանն ու Ալիևը, այդ ուրիշ բան է։ Այսինքն դու անում ես այն, ինչ որ իրանք են ուզում։ Մեր ազգային շահերից չի բխում այդ։ Մեր ազգային շահերից բխում է այլ բան։ Մեր ազգային շահերից բխում է համերաշխությունը։ Անհամերաշխությունը այդ մերը չի։ Մեր թշնամիներն են դա ուզում։ Հիմա դե եկեք այստեղ խաղաղությունն ու պատերազմը հասկանանք, այսինքն ազգը, որը ուզում է այս ամեն ինչը վերականգնի ու համերաշխությունը լինի, ստացվում է պատերազմ է ուզում, իսկ այն մասը, որը սա ուզում է պարակտի, խաղաղությունը չի լինում։ Որտեղ չի լինում խաղաղություն։ Տարածաշրջանում խաղաղություն չի լինի, եթե ցանկանաք վերականգնել այն, ինչ ցանկանում եք։ Արցախյան հարցի մասին է խոսքը վերաբնակեցման մասին է, խոսքը իրավունքների մասին է արցախահայերի։ 30 տարի ազգը ունեցել է ցանկություն եւ արևմտյան Հայաստանի մասին է ունեցել ցանկություն, հիշողություն, խոսել է այդ մասին եւ Արցախի մասին է ունեցել, խոսել է այդ մասին, խաղաղություն չի եղել։ Այդ ինչ տրամաբանությամբ ենք դա հաշվում։ Այսինքն մոռանանք, ուրանանք ցեղասպանությունը, Արցախ ամեն ինչ ուրանանք, իբր խաղաղություն ենք ունենում։ Այդ խաղաղությունը ի՞նչ է տալու մեզ։ Նախ դա չի լինելու, 100% չի լինելու։ Այդ տեսակ ազգերին չեն թողում, որ խաղաղ ապրեն։ Երբ որ մարդը իր արժանապատվությունը ուղակի կուլ է տալի, իր հետ վարվում են շատ վատ։ Այդտենց չի լինում։ Այ հիմա կտեսնեք, երբ որ այս խաղաղություն կլինի, մեր հարևան
Իրանում, այսինքն կվերջանա այս պատերազմը, դուք կտեսնեք Իրանը ինչ կշիռ կունենա աշխարհում, ինչ ձևի հարգանք կունենա, բոլոր ազգերը կհարգեն Իրանին։ Հենց հիմա մեր ժողովուրդը ամեն տեղ, որտեղ նայում ենք, մարդկանց հետ շփվում ենք, մարդիկ դա են ասում են, սպարսիկները, ինչ ժողովուրդ են, ինչ բան են, այսինքն արժանապատվություն են բերել իրանց։ Հասկանում եք, այդ ազգերի հետ դժվար է արդեն։ Այդ ազգերը միայն հարգանք են վայելում։ Էլ երկրորդ մասը չասեմ մեր նկատմամբ ինչ են խոսում հիմա։ Դեռ մի քիչ մնացել է, մի այս դեպքն էլ եթե անենք, հանգարց նորից վերընտրվեն, մենք ընդհանրապես կվերանանք որպես ազգ, որը ինչ-որ բան ունի Իրանից ներկայացնելու աշխարհին։ Բարի պարոն Ահետիսյան, մեր ժամանակը սպառվել է ցավոք, հետևություն անենք, որ խաղաղությունը արժանապատիվ է լինում։ Այո, իհարկե։ Իսկ դուք հարգելի հետևորդներ, մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։